Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Եթե ասում են չուլանանոցած, նախ վիրավորում են յուրաքանչյուր հայ հավատացյալի, որովհետև եկեղեցին բոլորինն է։ Դա ինչ ասելու բան է։ Ոնց կարող հայ մարդը իր եկեղեցին չուլանի վերածի։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ։ Եթե շինարարությունը բնականաբար ցեմենտի պարկեր էլ կլինեն, գիրի պարկեր էլ կլինեն, մետաղական կոնստրուկցիաներ էլ կլինեն։ Մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նույնիսկ այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած։ Եկեղեցու ներսը շատ կոկիկ վիճակում է, իսկ տարածքում էլ բնականաբար շինարարություն է տեղի ունենում, շինարարությունը որտեղ պետք է թաքցնեն, չեմ հասկանում։ Այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել։ Կոշիկներ էլ չկա։ Մենք տնակ ենք դրել ժամանակավոր, որ այնտեղ մեր վարպետները եւ մնում են, եւ սնվում են։ Այնտեղ մեկը իր հին կռավատնա բերե դրել։ Մենակ մի վանքում ունենք մահճակալ, վանահոր մահճակալն է, սենյակն էլ փակ է, այնտեղ ոչ ոք չի կարող մտնել։ Փակ դուռ է, դե որտեղ են տեսել, ինչ են տեսել։ Որ ես մտնում եմ, այնտեղ տենում եմ աղբանոց են սարքել։ Նկատում եմ, թող վերցնի իր ձեռքով տանի թափ, ինչ է եղել։ Աստծո տունը, չէ՞։ Ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Եթե դուք տեսնում եք ու դա արդեն արտահայտվում եք այդպես, ուրեմն ամոթ ձեզ։ Ինչու չեք հետևել, ինչու չեք օգնել, ինչու եկեղեցու կողքը չեք կանգնել։